Ներկայիս իշխանության գործունեության նպատակը որն է։ Ուրեմն մինչ նոյեմբերի 9-ը, այո, այն դասական մոտեցումն է, ում շատերի մոտ շատ մտածողներ, շատ մասնագետներ ասում են, որ եղել է գունավոր հեղափոխություն Հայաստանում այն պատճառով, որպեսզի տարածաշրջանից հանի Ռուսաստանին, այսինքն այս ամեն ինչը արվել է Մոսկվայի դեմ, մասամբ Թեհրանի դեմ, բայց նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը փոխվել։ Եկել է Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգ իր ֆիզիկական անվտանգության հարցը, որն այս պահին ապահովում է իր իշխանության լինելը, այսինքն իրենք այդ առաջարկներն ընդունում են այն համատեքստում, որը կերկարացնի իրենց իշխանությունը, այստեղ սահմանազատման, սահմանների պաշտպանության, տնտեսության կամ գաղափարական որևէ այլ խնդիր չկա, այստեղ կա հիմնական օրակարգ, որն է պահպանել իրենց ֆիզիկական անվտանգությունը։ Այս ամենը այս համատեքստում պետք է բանի։ Իհարկե, իրենք ուրախությամբ են այդ նկարներն արվում, քանի որ հասկանում են, որ այդ նկարները կամ այդ Թրամփի երաշխավորությամբ երկարեց իրենց կյանքը։ Ինչպես երկարեց, այսինքն ընտրություններին հաջողություն կունենա, կարելի ասել։ Իշխանություն են երկարացնում։ Այո, այսինքն Թրամփն ասում է, արնում եք այս օրակարգը, հավաքական արևմուտքը պահպանում է ձեր իշխանության լինելը։ Անում եք այս օրակարգը, հավաքական արևմուտքը կերաշխավորի, որ դուք ընտրություններում կվերընտրվեք։ Թրամփն ասում է, արնում եք այս օրակարգը, հավաքական արևմուտքը պահպանում է ձեր իշխանության լինելը։ Անում եք այս օրակարգը, հավաքական արևմուտքը կերաշխավորի, որ դուք ընտրություններում կվերընտրվեք։ Շատ լավ, Ազատ, ընտրություններն ընդամենը մի քանի ամսից են, ամենատարբեր արդեն նախընտրական շրջանը կարելի ասել մեկնարկել է, փաստորեն իշխանությունները ընտրությունների են գնում ունենալով նույն խնդիրը՝ պահպանել իշխանությունը, ֆիզիկական անվտանգությունը պահպանելու համար։ Սա է իրենց այդ սրտիկի մեջից երևացող տեսլականը։ Միմիայն իրենց համար, իշխանության համար միմիայն, իշխանության առածքային ֆիգուրների համար հիմնական խնդիրը իշխանության պահպանելն է, որը երաշխավորում է իրենց ֆիզիկական անվտանգությունը։ X պահի իրենց ֆիզիկական անվտանգության երաշխավորությունը կարող է լինել Հայաստանի Հանրապետության հայոց պետականության չգոյությունը։ Իրենք այդ օրակարգով են շարժվում։ Այդ վերադառնանք էլի Նիկոլի կամ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության առանցքային ֆիգուրների հիմնական օրակարգին։ Իրենց համար թիվ 1 խնդիրը իշխանության պահելն է, որը երաշխավորում է իրենց ֆիզիկական անվտանգությունը, այսինքն իրենց համար հիմնական նպատակ է ֆորս մաժորային իրավիճակում, որը բացառված չէ տարածաշրջանային իրողություններով պայմանավորված, այդ ֆորս մաժորային իրավիճակում իրենց իշխանությանը սպառնալիք չլինի, այսինքն ճգնաժամային մենեջեր չլինի իրենց այլընտրանքը դաշտում։ Դա այս պահին, այսինքն թիվ 1 ընդդիմադիրը Հայաստանում, որը կարող է իրենց իշխանությանը վտանգ սպառնալ, դա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ինչու՞։ Որովհետև ինքը ֆորս մաժորային մենեջեր է եւ ինքը անցյալ ունի։ Ինքը անցյալում ապացուցել է, որ ես ֆորս մաժորի ժամանակ կարողանում եմ ղեկ վերցնել եւ հավուր պատշաճի կառավարել։ Հիմա սա այս կողմից, բայց Նիկոլի համար սա սարսափելի, Նիկոլ Փաշինյանի համար սա սարսափելի իրականություն է։ Այդ սարսափելի իրականությունը ինքը պետք է ամեն կերպ չեզոքացնի, իսկ կարող է չեզոքացնել նոր ընդդիմադիր աճեցնելով անուղղակի կամ ուղղակի, այսինքն տեղեր փոխի, ֆորմալ ընդդիմադիրի թիվ 1 ընդդիմադիրի տեղը փոխարինի թիվ 2-ով։ Այո։ Որպեսզի ճգնաժամային պայմաններում այդ կողմից սպառնալիք չլինի դեպի իրեն։ Բայց արևմուտքը մի սցենարը չունի։ Նախ իրենք կունենան A սցենար, B սցենար եւ C սցենար։ Ըստ որի, տեսեք, A սցենարով իրենք ամեն դեպքում գնալու են միայնակ հաղթելու։ Եթե չստացվի, նոր այս երկրորդ սցենարը կիրագործեն։ Եթե դա էլ չստացվի, հնարավոր է հայտարարեն ռազմական դրություն, չգիտենք, պարտության դեպքում։ Մի բան պետք է հաշվի առնել։ Հարավային Կովկասը կառավարում է մի կենտրոնից։ Հիմա աշխարհաքաղաքականի համատեքստում եւ այդ կենտրոնը աշխատում է Մոսկվայի եւ մասամբ Թեհրանի դեմ։